Պարոն Ղազարյան, այսօր եկել եք ազգային ժողով, հերթական անգամ իմպիչմենթի վերաբերյալ քննարկում ունենալու պատգամավորներից, եթե չեմ սխալվում, Արսեն Թորոսյանի հետ, ինչպես հասկացանք, նա մերժել է, հրաժարվել է ընդունելություն անցկացնել, ինչ եք պատրաստվում անել։ Նախապես չգիտեի, որ Արսեն Թորոսյանն է լինելու, ընդունելությունը հայտարարված էր առողջապահության հարցերի հանձնաժողովի համար, ստեղ եմ իմացել, որ Արսեն Թորոսյանն այսօր անցկացնում ընդունելություն, այլ քաղաքացիներ կան, մյուսներին բոլորին նա ընդունելու է, իսկ ազգային ժողովի աշխատակիցը ինձ հայտնեց, որ միայն ինձ չի պատրաստվում ընդունել, այսինքն կատարում այն նույն ենթադրյալ հանցագործությունը, որը կատարել են իրենց խմբակցության անդամ մյուս պատգամավորները, ընդունելության չարժանացնելով միայն ինձ, ցուցաբերելով խտրականություն պայմանավորված իմ քաղաքական կամ այլ հայացքներով։ Իդեպ ասեմ, որ Արսեն Թորոսյանի պարագայում սա այդ նույն հանցանքի երկրորդ դրսևորումն է, որովհետև նա հրապարակային պատռել էր նաև իմ կողմից իրեն հասցեագրված գրությունը, որի իրավունքը նա չուներ, այսինքն քաղաքացիների նամակների, բողոքների առաջարկությունների մասին օրենքով ազգային ժողով պաշտոնապես մուտք գործած բոլոր քաղաքացիների գրությունները օրենքով սահմանված ժամկետում ենթակա են քննության եւ պաշտոնյաները պարտավոր են պատասխանել։ Նա ոչ միայն չի պատասխանել իմ գրության, այլ հրապարակային է պատռել, ցուցաբերելով իր ուրեմն արհամարհական վերաբերմունքը։ Հետո հատկանշական է, որ դա արել է քաղաքացու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն շաբաթ օրը նրանք տոնում էին, այսպես ասած, իրենց իսկ հռչակած քաղաքացու օրը, որ իբր կարևորում էին քաղաքացիների դերը եւ այլն, եւ եթում են աշխատանքի ու նման վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու այն գրության նկատմամբ, որը բխում է իրենց պաշտոնական պարտականություններից։ Ինչպես մնացած բոլոր դեպքերում ես վաղ առավոտյան հաղորդում կտամ դատախազություն հանցագործության մասին։ Բայց այդ կարծեմ մի քանի նույն հարցով մի քանի հետ ներկայացրել եք։ 12, Եվ ինչ արձագանք։ Բոլորը գլխավոր դատախազությունից ուղարկում են Երևան քաղաքի դատախազություն, ընդեղից Քանաքեր Զեյթունի դատախազություն, այլ ընթացքի մասին դեռևս տեղեկություններ չունեմ, այսինքն քննչական մարմինների կողմից վարույթ նախաձեռնվել է կամ դատախազի կողմից, թե ոչ, ես նման գրություններով տեղեկացված չեմ։ Ճիշտ ասած արդեն 1 ամսից ավել ժամանակ է անցել եւ ես պատրաստվում եմ նաեւ գլխավոր դատախազից պարզաբանող գրությունով պարզաբանումներ ակնկալել, թե ինչն է պատճառը, որ տևական ժամանակ է որևէ որոշում չի կայացում վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ, որ մենք կարողանանք պատշաճ կերպով մեր դիրքորոշումը հետագա քայլերի կապակցությամբ ձևակերպել։ Պարոն Ղազարյան, տեսնում ենք այս շարունակական process, հա, դուք գալիս եք ԿՊԱ-կանների հետ հանդիպելու հետ քննարկում ունենալու, բայց նրանք հերթական անգամ այսպես հրաժարվում են։ Բոլոր քաղաքացիներն ընդունում են, բայց այս հրաժարվում են։ Այս process-ը որքան եք շարունակելու այսքան ազգային ժողով գալ։ Ընդհանրապես հունիս ամսին ավարտվում է ընդունելությունը քաղաքացիների, ընդունելության կարգով հուլիս-օգոստոս ամիսներին չկա ընդունելություն, կսկսվի սեպտեմբերին նորից կգամ։ Իմ սկզբունքներից շեղելը շատ դժվար է եւ ես չեմ նրանց այդ հնարավորությունը տալու, որպեսզի նրանք այդ ազատությունը ունենան եւ եթե մտադիր են կատարել այդ հանցագործությունը, թող կատարեն, շուտ-ուշ դրա պատասխանը այդ ամեն ինչի տալու են։ Բացի դրանից սա նաև մեսիջ է ողջ հանրությանը եւ իմ կողմից եւ իրենց կողմից, որովհետեւ ես չեմ եկել Արսեն Թորոսյանից, որպեսզի ուղեգիր խնդրեմ բժշկական հետազոտություն անցնելու կամ անձնական բնույթի այլ հարցերի համար։ Ես եկել եմ իր լիազորությունների մեր հանրությանը հուզող հարցի համար, դա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Եվ եթե մենակ ինձ չի հաջողում գալ, միգուցե մենք մի օր կգանք մի քիչ ավելի մեծ թվով մարդկանցով, բոլոր այն մարդկանցով, ում այդ խնդիրը հետաքրքրում է։ Եվ այդ դեպքում կարծում եմ, որ Արսեն Թորոսյանի եւ մյուսների իրավիճակը կարող է տարբերվի այսօրվա իր։ Իսկ եթե ես այսօր մենակ եմ եւ ինքը իրեն ավելի կոմֆորտ ազգում այդ հանցագործությունը կատարելուց, կարող է մենք ենք մեր սարերի ասած 20 հոգով ենք ռևազի հետ կապված մեր մոտեցումները փոխվեն։ Պարոն Ղազարյան, երեք հավատավոր հայ ժողովուրդը, հա, Մայրաթորի կողքին էր, Էջմիածնում, մեծ թվով մարդիկ էին հավաքված, դուք եւս այնտեղ եք, նախ ինչ տրամադրություններ էր այնտեղ տիրում, քանի որ տեսնում ենք, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը կադրեր էին հրապարակում, ասում են, սա եք դուք նկատի ունենալը, որ քիչ բազմություն է հավաքված, դուք որպես այդտեղ ներկայիս տրամադրություններ տիրում,
Եվ ինչպես նկատեցինք, իշխանական որևէ պատգամավոր չկար, ինչպես նաև ընդդիմադիրներից են քիչ թվով պատգամավորներ։ Իշխանական պատգամավորներ կարծում եմ, որ չպետք է լինեին, որովհետև իրենք ըստ էության քրիստոնյաներ չեն, կամ եթե քրիստոնեական որևէ եկեղեցու են պատկանում, դա հաստատ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին չի, որովհետև եկեղեցու ոչ մի զավակ դուրս չի գալի եկեղեցու դեմ պայքարի, այլ խոնարհ իր եկեղեցու եւ նրա հայրերի նկատմամբ, եւ քանի որ նրանք սրբապիղզներ են, նրանք խնդիր ունեն կեղեքել, քանդել, վերացնել մեր եկեղեցին, հետեւաբար չեն էլ կարող գալ։ Ու ինչն է հետաքրքիր, որ իրանք ասում են, որ իբր իրանք մեր եկեղեցու զավակ են, բայց եկեղեցու զավակը ինչով է արտահայտում եկեղեցուն իր հավատարմությունը, եկեղեցական ծեսերին, եկեղեցական տոներին մասնակցելուց։ Իսկ երեկվա տոնը շատ մեծ խորհուրդ ուներ, դա կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն էր եւ հավատավոր ժողովուրդը գնացել էին տոնելու սիրելի եկեղեցու ուրեմն տոնը եւ այս տարի դա նաեւ յուրահատուկ խորհուրդ ուներ պայմանավորված եկեղեցու դեմ այս հանիրավի արշավով եւ մարդիկ նաեւ իրենց զորակցությունն էին հայտնում սիրելի վեհապար հայրապետին եւ մեր հոգեվոր հայրերին։ Իսկ ինչ վերաբերվում է պատգամավորներին, ես չեմ կարող ասել, իրանք պիտի ասեն թե ով է մասնակցել։ Ես ամենայն դեպս երթին տեսել եմ միայն պատիվ ունեմ խմբակցության պատգամավորներին, Հայաստան խմբակցության պատգամավորներից կադրերում տեսել եմ Գառնիկ Դանելյանին եւ Արթուր Սարգսյանին, որոնք Բագրատ Սրբազանի հետ առավոտյան ավելի շուտ էին այցելել Մայրաթոր, այլ պատգամավորների չեմ տեսել, իրենք կարծում եմ պետք է ասեն, թե ինչի են մասնակցում, ինչ-որ միջոցառման, ինչի չեն մասնակցում։ Ես ամենայն դեպս երթում Հայաստան խմբակցությունից պատգամավորների չեմ տեսել։ Երեք իր ուղերձում կաթողիկոսը շատ այսպես հետաքրքիր ու կարևոր ուղերձներ տվեց, հայտարարություններ ու հստակեցրեց իր դիրքորոշումը իշխանությունների այս արշավի նկատմամբ, մեջբերեմ մի հատված, իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է, ինչպես նաև աջակցություն հայտնեց Սամվել Կարապետյանին, կաթողիկոսի ուղերձի վերաբերյալ ինչ կասեք, ինչ էր պարունակում։ Դες կարծում եմ, որ դա շատ օբյեկտիվ արձանագրում է, այո, բոլորիս համար էլ տեսանելի է, վեհապարի համար առավել ևս, որ սա նպատակային, հասցեական, համակարգված իշխանությունների կողմից ապօրինի, նրանք որևէ լիազորություն չունեն անելու այն, ինչ հիմա անում են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այո, սա հետևողական արշավ է եկեղեցու դեմ, եւ ինձ համար նաեւ պարզ է, թե որն է դրա պատճառը, առաջին եկեղեցու ինստիտուցիոնալ նշանակությունը հայ ժողովրդի, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, մեր պետության կայացման գործում, այսինքն ինստիտուցիոնալ պայքար է մեր ինքնության դեմ, եւ երկրորդը դա Ադրբեջանի կոնկրետ Իլհամ Ալիևի եւ Փաշազադեի կոնկրետ հանձնարարությունն է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի պայմանավորված վեհապար հայրապետի մայիսի 28-ի Շվեյցարիայում ունեցած հայտնի ելույթով, այսինքն այդ արշավը ուղիղ սկսել է Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 29-ին, այսինքն վեհապարի ելույթի հաջորդ օրը։ Եվ Աննա Հակոբյան իր գրառումներից մեկում նույնիսկ կոնկրետ ասել այդ Շվեյցարիաներում այդ ինչ ելույթներ եք ունենում, նշելով ելույթի հիմնական թեզերից հատվածներ։ Այսինքն սա առավել քան ակնհայտ է եւ նաեւ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող ապիրունություններն դրա մասն են կազմում, այսինքն նա որպես եկեղեցու հավատավոր զավակ, գլխավոր բարերարներից մեկը դուրս եկավ շատ համեստ, զուսպ, կոռեկտ իրեն բնորոշ ձևակերպումներով իր զորակցությունը հայտնեց եկեղեցում, անմիջապես ապօրինի ձերբակալվեց եւ կալանավորվեց։ Այսինքն սա առավել քան ակնհայտ է եւ սա նշանակում է, որ մենք շատ ավելի ամուր կապերով պետք է կանգնենք մեր եկեղեցու կողքին եւ տապալենք այս ադրբեջանա-թուրքական ռեժիմը, որը մեր ժողովրդին, մեր պետությանը միայն դժբախտություններ եւ կորուստներ է բերում։